Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետը այսօր Լոռիում էր։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մարզում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին, նաեւ զրուցել է բնակիչների հետ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյը։ Հանդիպանը կողմերը անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժին, նշել, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Դրական է գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների առկայությունը, դա դիտարկելով որպես գործնական քայլ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջային կապերի խորացման ուղղությամբ։ Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 4,4%-ով, դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում պետական պարտքը աճել է 5,8%-ով, այսօր մամուլի ասուլիսում հայտնել է ֆինանսների նախարարը։ 2024-ի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազել է 0,1%-ով, նշել է Հովհաննիսյանը, ընդգծելով, որ ըստ ներգրավված արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը վերջին տարիներին աճել է հասնելով 50%-ի, ինչը դրական ցուցանիշ է։ Հորիզոնի նկարանող խումբը երեկ եղել է Կիրանցում, ինչ է փոխվել կիրանցիների կյանքում սահմանազատումից հետո։ Մանրամասները մեր հատուկ ռեպորտաժում։ Մեկ տարի առաջ 2024-ի ապրիլի 23-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ ղազախատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Արդյունքում սահմանազատվեց 12 կիլոմետրանոց հատված։ Անվտանգային ինչպիսի հարցեր են լուծվել։ Մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել սահմանամերձ այս բնակավայրերում ապրող մարդկանց կյանքում։ Շանթ հեռուստաընկերության նկարանող խումբը բացառիկ հնարավորությամբ այսօր Կիրանցում է, զրուցելու մարդկանց հետ, ծանոթանալու նրանց առօրյային ու նրանց զգացողությունների մասին, պատմելու հեռուստադիտողին։ Կիրանցի մուտքը խորհրդանշող խաչքար հուշաքարն է։ Արծվի խրոխտ հայացքի ներքո Կիրանցի մուտքի մոտ ամեն օր եռուզեռ է։ Այս հատվածով է անցնում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, որին զուգահեռ սահմանազատումից հետո կանգնեցված հայտնի պատն է։ Այն բոլորովին էլ սահմանագիծը չէ, ինչպես կարծում են Կիրանցից հեռու ապրող շատերը, այլ այն ավելի շատ հոգեբանական նշանակություն ունի։ Արդեն մեկ տարի է սահմանազատված հատվածներում սահմանի պահպանության համար հայելային կերպով ծառայություն են իրականացնում ոչ թե պաշտպանության նախարարության, այլ ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Ռազմաճակատի գիծը վերածվել է սահմանագծի։ Ինչ է փոխվել։ Առաջին հարցը, որ ուզում ես անմիջապես տալ, այն է, թե ինչպիսի մթնոլորտում են ապրում տեղացիները, կան արդյոք կրակոցներ։ 32 տարի անընդհատ մեկ-մեկ վրա կրակելով եւ այլը այսօր, հասկանալի պահով ոչ մի ձևի կրակոց չկա, ոչ մի բան չկա, բայց չգիտենք վաղվա մասին ինչ կարալի, որովհետեւ մենք հələ չենք եկել հասել այդ փուլին, որ հասկանանք վաղվա մասին ինչ կարալի, բայց այս պահին սահմանազատումից հետո ոչ մի կրակոց չի եղել։ Մենք ապրում ենք մեր բնականon ձևով, վախ չկա, ոչ մի խոչընդոտ չկա, հանգիստ, նորմալ վիճակ։ Կրակոց եւս չկա։ Չէ։ Այդա Խոջայանի ընտանիքին պատկանող տունը սահմանազատումից հետո քանդվեց, քանի որ ուղիղ այն մասում էր, որտեղով պետք է անցներ նոր ճանապարհը։ Ընտանիքն ընդգրկվել է բնակարանաշինության նոր ծրագրում։ Սպասում են լավ եղանակի, որ ստացած 21 միլիոն դրամով իրենց նոր տունը կառուցեն ու դուրս գան ժամանակավոր այս կացարանից։ Մենք սիրում ենք մեր գյուղը, կամանանք այստեղ։ Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է մոտ 85 տուն, սահմանազատումից հետո մեկ տուն էլ մնաց սահմանից այն կողմ։ Տանտերը Մհեր Սիմոնյանը կառավարությունից ստացել է փոխհատուցում ու Կիրանցում նոր տուն է գնել։ Այժմ զբաղված է հիմնանորոգման աշխատանքներով։ Առհասարակ 1990 թվականից մինչև 2020 թվականը Կիրանցում կառուցվել է ընդամենը մեկ տուն, իսկ հիմա շինարարական եռուզեռ է։ Նոր ծրագրով կառուցվում ու կառուցվելու են 45 նոր տներ։ Շատ ուրախ ենք, որտեղ ես ունեցավ իր հիմնական տունը, գյուղի չի բացակայելու, հիմա արդեն
գլխին ծածկ ունի, տուն ունի։ Ազգային ժողովի դեպուտատ Գեգամ Նազարյանի ծրագիրն է, շատ ուրախ ենք, որ ծրագիրը ընդունվել է, առաջարկը չի մերժվել։ Բնակարանաշինության այս ծրագրով կառավարությունը սահմանամերձ համայնքներում ապրողներին նախ հատկացնում է 16 միլիոն դրամ տուն կառուցելու համար, ապա եւս 5 միլիոն դրամ տան ներքին հարդարման համար։ Այժմ ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզի 4 եւ Վայոց ձորի 1 գյուղում։ Նաեւ սա է պատճառներից մեկը, որ օրինակ Կիրանցում գյուղից արտահոսք չկա։ Ավելին գյուղ է տեղափոխվել Աչաջուր գյուղից մի ընտանիք, որը դարձյալ այս ծրագրով գրեթե ավարտին է հասցրել նոր տան կառուցումը։ Տան հայրը մանկավարժ Արտակ Աստանյանը նոր տան համար վայր է ընտրել գետի հարևանությամբ ամայի մի տարածք, որտեղ նրա խոսքով փուշ ու տատասկ էին։ Զուգահեռ նաև հիմնել է այգի ու որոշել, որ այս տարի անպայման բերք է ստանալու, եթե ոչ ծառերից, գոնե ազնվամորուց։ Արդեն մենք հիմա հանգիստ ենք, որովհետև կա այդ փշալարը, եւ այդ փշալարից էս կողմ ու այն կողմ մարդիկ ազատ ելքումուտ չունեն։ Կիրանցում շինարարների պակասը լրացվում է դրսից կամ կողքի գյուղերից եկած վարպետներով։ Վարպետներն իրենք են նշում, սա նաև այսպես ասած խոպանի այլընտրանքն է։ 28 տարի խոպան եմ գնացել։ 28 տարի։ Այս ծրագիրը որ ստեղծվել է, ես արդեն ստեղ եմ մնացել։ Ոստեղ եմ աշխատում իմ բրիգադով, այուն գերոջս հետ, այնքան ուրախ ենք, որ այսպես գալիս ենք, տեսնում ես, երևի 10 օրից 20 օրից էլ ստեղ է, բերքաբերել ենք աշխատել։ Համայնքի ղեկավարը նշեց, որ Կիրանցում նոր տուն կառուցել շատերն են ցանկանում, բայց բախվում են բանկային խնդիրների։ Ես կխնդրեի մեր կառավարությունը հատուկ ուշադրություն դարձնի այս դեպքի համար, որ Կիրանցեցին ինքը, այդ որը որ բանկերի հետ խնդրեմ ունի եւ այլը, կարենա այս լավ այս հրաշք ծրագրից օգտվի։ Իհարկե գյուղացիների համար անակնկալ էր, որ սահմանագիծն անցավ ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին իրենք կամ այն փաստացի սահմանով, որը եղել է մինչև 1991 թվականը։ Հեշտ չէ կորցնել մշակված այգիներ, արտեր, բանջարանոցներ։ Կիրանցում մինչև սահմանազատումը ամեն տարի կատարվել է մոտ 30-ից 40 հեկտար աշնանացան։ Հիմա կիսով չափ կրճատվել է։ Հասկանալի պատճառներով կրճատվել է նաև խոշոր եղջերավոր անասունների թիվը, բայց մարդիկ պատրաստ են անցնել խելացի անասնաֆերմաներին, բայց նախ անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելուց հետո։ Կիրանցը ունի նաև նոր դպրոց։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից գյուղի աշակերտները բարձր աստիճանի վթարային շենքից տեղափոխվել են բոլոր հարմարություններով ապահովված ժամանակակից նոր դպրոց։ Կիրանցեցին այսօր էլ պահանջներ եւ առաջարկներ ունի կառավարությանը։ Նախադպրոցական հասակի մոտ 4 տասնյակ երեխա կա, որոնց ծնողները երազում են մանկապարտեզի մասին։ Գյուղը նաև բուժկետ չունի։ Տեղացիները մտածում են նոր այգի ու ֆերմա հիմնելու, բնական գազ ունենալու, նոր տուն կառուցելու մասին, բայց ոչ արտագաղթի։ Առանց ընկճվելու այսօր 460 գրանցված բնակչություն կա։ Կիրանցը երբեք չի կոտրվելու։ Կիրանցը կանգուն ամնալու։ Հարմարվելով նոր իրավիճակին կիրանցեցիները անամբեր սպասում են, թե երբ է իրականություն դառնալու գյուղի զարգացման, նորացման կառավարության խոստացած նոր ծրագիրը։ Ճարտարապետները, մասնագետները արդեն իսկ սկսել են իրենց բարդ գործը։ Երևի թե միջադեպը չունեցող հանրապետությունում ծրագիր ալնելու, թույլ տալու բարեկարգել գյուղը, ստեղծել նոր նախագծային դիզայն կոդեր, բարեփոխվելու են գյուղի փողոցները, ստեղծելու են նոր հասարակական գոտիներ, հիմնովին վերակառուցվելու են տանիքները։ Լինելու են նոր թաղամասի էսքիզային նախագիծ, որի շրջանակում տներից զատ գյուղում կկառուցվեն նոր մանկապարտեզ ու բուժկետ, կբարեկարգվի համայնքապետարանի շենքը, որն իր մեջ կներառի նաև համայնքային կենտրոն։ 4 դարից գյուղում արմատներ գցած կիրանցեցիները զբոսաշրջիկներին ցույց տալու շատ բան ունեն՝ հուշարձաններ, եկեղեցիներ, անտառներ ու ոչ միայն։ Բրինջ կամ, ինչպես տեղացիներն են ասում, փռնչքի տեսակի այս ծառը ավելի քան 700 տարեկան է։ Կիրանցի հուշահամալիրի այս տարածքում ժամանակին նկարահանվել է «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» ֆիլմը։ Դպրոցի եւ միջպետական ճանապարհի հարևանությամբ պետության օժանդակությամբ վերականգնվում է 19-րդ դարի Բազիլիկ ոճի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը կիսով չափ հողի տակ էր, տանիքն ամբողջովին ավերված։ Շինարարական աշխատանքները սկսել ենք 2024 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականի հունիս ամսին, հունիսի վերջ։ Իրականացրել ենք ամբողջությամբ եկեղեցու վերականգնումը։ Եկեղեցու շուրջ հույս ունենք, որ պիտի
զարգանա յուղի համայնքային կյանքը, պիտի լրացնենք այն բացը, որը որ եղել է տարիների ընթացքում, այն բացը, երբ աղոթք չի հնչել այստեղ, այլևս պիտի ընդհատվի դա եւ մեր պապերի աղոթքը պիտի շարունակություն ստանա։ Իրանցեցիները միաբերան պնդում են, իրենք վախեցող ու արտագաղթող տեսակ չեն։ Հավելում են, եթե գյուղը դիմացել եւ մնացել է մոնղոլների եւ Շահ Աբբասի արշավանքներից հետո, ապա անկախ Հայաստանում կմնա ու կշենանա։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց կարճ դադարից հետո գործընկերս Ալլա Ղալաչյանը կամփոփի անցնող շաբաթվա կարևոր միջազգային իրադարձությունները։